Բարև ձեզ, եթերում Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է, և այս անգամ ինչպես տեսնում եք, հերթական հետաքրքիր մեքենաներից մեկը, Toyota Tundra։ Հիմա տեսնում եք, որ այս մեքենան կապոտը մոտավորապես իմ բոյին է, ես իմ բոյը ձեզ չեմ ասի, բայց դե, ով ինձ ճանաչում է, արդեն մոտավորապես պատկերացրեց այս մեքենայի կապոտի բարձրությունը։ Նայեք, այս մեքենան, ինչքան էլ ճապոնական է, Toyota է, չէ՞։ Բայց լիովին արտադրվում է Ամերիկայում, Տեխասում, որովհետև արտադրվում է հենց այն ամերիկացիների համար, իսկական ամերիկացիների համար։ Սա ընթացքում էս աչքս փակեր։ Հա, իսկական ամերիկացիների համար է արտադրվում ու այս մեքենան իրականում էլի պետքա ծառայի որպես այն աշխատող ծառայող մեքենա, հա, ինչ որ շատ բարձր բեռներ տեղափոխի, ես իմ ինչեր անի մի խոսքով։ Բայց ինչպես տեսնում եք, այս մեքենան Հայաստանում է ու դե պատկերացնում եք մեքենայի բարձրությունը, մեքենայի երկարությունը, լայնությունը, մի խոսքով աշխարհի ամենամեծ պիկապներից մեկն է։ Ու քանի որ այս մեքենան շատ բարդ է ընդհանրապես շահագործել, մանավանդ մեր Երևանի այդ փոքր նեղ այդ խցանված փողոցներում, ամենառացիոնալ բանը, որ կարելի էր անել այս մեքենայի հետ, արել են։ Խնդրեմ։ Էլ ինչ Երևան, ինչ փոքր նեղ ճանապարհներ, ինչ խցանումներ։ Դարել է թրթուրավոր տեխնիկա մի խոսքով։ Ահա։ Ու բերվել է այսպես մի հատ սարոտ տեղ ու մենակ sense տեղեր է այս մեքենան շահագործվում։ Այստեղ իսկականից արդեն ծառայում է իր նպատակին, այն նպատակին, ինչի համար որ ինքը ստեղծվել է։ Դե չէ պատկերացնում եք այս մեքենան, sense մի քիչ լայն անիվներով, ասենք, չգիտեմ, Թումանյան փողոցի վրա, ինչ տիպի չի տեղավորվում, չէ։ Ուրեմն, այս մեքենայի վրա իրականում շատ գործ է արվել ու Ռուսաստանում է արվել, այս մեքենայի համարներն են նույնիսկ ռուսական, այնտեղից է բերվել։ Հերիք չի, որ Tundra-ը ամենահզոր շարժիչով, 5.7 լիտր շարժիչով, ամենահզոր տարբերակն է, այնտեղ 380 ձիավուժա մոտավորապես։ Հա, դրա հետ մեկտեղ ինչ ասես արվել է, ինչ տեսակի տյունինգ ասես արվել է, ինչ փոփոխություն հնարավոր էր անել արվել է։ Դե լիֆտը, այսինքն բարձրությունը ինքներդ եք տեսնում, ինչքան է բարձրացված։ Ինչպես եւ իրեն հարգող բոլոր պիկապների տակ հետևի հատվածում չկան զսպանակներ, այլ կան ռեսորներ, կհիշեք երևի Ford Raptor-ից։ Ուստի այնքան է բարձրացված, որ sense պրոստը կանգնած, sense ուղղակի կանգնած նայում ես, էսա, ընդհանուր մեքենայի ընթացային մասերը, sense մեքենայի տակ գործ ես անում էլի բան։ Իհարկե անիվ որ լինի այսքան հատված բաց չեք տեսնի, մի քիչ անիվը մի այսքան կփակի, բայց մեկը էլի շատ բարձր է, էլի։ Հա, այնքան բարձր է, որ մեքենայի մեջ նստելը իսկականից շատ անհարմարություններ է առաջացնում։ Բայց դե արժի էլի, հաստատ այդքան տանջվել։ Դե պիկապ է, պիկապ ու կարճ հետևով պիկապն է, որովհետև տեսնում եք 4 դուռ է ու հետևի դուռը մեծ լիարժեք դուռ է։ Նայեք։ Հետևի սրահը լիարժեք մեծ սրահ է, լինում է փոքր սրահով հետևի հատվածը, որ դուռը փոքր է, ու լինում է ընդհանրապես առանց հետևի նստատեղերի։ Այդ պարագայում այս բեռնախցիկի երկարությունը կարա մինչև 2.5 թե ինչքան մետր հասնել, էլի, այստեղ կարճ է, որովհետև սրահը ինքը իրանով արդեն շատ մեծ տեղ է զբաղեցնում, էլի։ Թափքի կեսից շատը սրահը։ Խլացուցիչները հաստատ գործարանային չեն, հաստատ փոխված է, շատ գեղեցիկ է, երկու կողմից էլ դուրս է գալիս։ Ահա։ Դե այս անվա թևերն են ներկված, մի խոսքով շատ փոփոխություններ է ընդհանուր հարված, ես չեմ կարող էլի հիմա սաղ դնեմ թվարկեմ, բայց ասեմ, որ 5.7-երի տակ գործարանային արդեն գալիս է Bilstein կախոցները ու բավականին հզորացված է այդ ընթացային հատվածը, ի տարբերություն ավելի թույլ, ասենք 4.7 շարժիչով տարբերակի, էլի։ Սրահը աշխարհի ամենամեծ սրահով մեքենաներից մեկն է, այնքան մեծ է, նստում ես ստեղ, այն կողմիդ նստողին չես տեսնում, շատ հեռու է լինում, հույսիշ կամիր, նայեք,
մեջը նույնիսկ կարբոններով, այս մասերը սաղ կարբոն է, ստեղ կարբոններ, ընդհանուր էս աուդիո համակարգն է, փոփոխությունների ենթարկվել, ստեղ տյունինգներ արվել, ալկանտարայով, բանով, սենց մի խոսքով լիքը ինչքան հավես են ունեցել, այդքան փող են ծախսել, էլի։ Ինչքան տեղավորվել է այս մեքենայի մեջ, այդքան ծախսել են։ Հետևի հատվածը իսկապես շատ մեծ է, հետևի նստողների համար, ոնց որ փոքր մի սենյականոց բնակարան լինի, ավելի մեծ է, քան դիմացը։ Դիմացը լիքը խանգարող բաներ կան, իսկ հետևը, որ սենց լրիվ արքայավայել կարող ես նստել, էլի։ Կարելի է ասել, չհաշված չնայենք այս թրթուրներին, կարելի է ասել, որ ասում եմ չնայեք իջնում է ներքև։ Լիարժեք արտաճանապարհային մեքենա է, որովհետև բոլոր համակարգերը դիֆերենցիալի բլոկավորումներով, բաներով ամեն ինչ ունի։ Բայց ինքը իրանով օֆրոդի համար շատ տենց, որ ասեմ, լավնա չէ, որտեվ դե շատ երկար է, քաշը գնա գալիս եմ քաշ ունի, մոտ 3 տոննայի չափ, ու մի խոսքով պատկերացնում եք, ասենք օֆրոդի պայմաններում ինչ հեշտ կթաղվի այս մեքենան։ Բայց դե արդեն քանի որ մերը թրթուրավոր է, մեզ չի վախեցնում ոչինչ։ Ու հեսա ուր ասես կգնանք այս մեքենայով։ Սարեր, ձորեր, անտառներ, լերներ։ Մի խոսքով իսկականից Հայաստանի համար նախատեսված մեքենա է։ Այ Հայաստանում սենց մեքենաներ շատ պետք է լինեին։ Ժամանակին կար, տեսել եմ մի 10 տարի առաջ երևի, տեսել եմ մի հատ Նիվա, որի տակ կարելի հավաքած սենց թրթուրներ, բայց դե Նիվա էր։ Ու մի հատ սա նայեք, ու Նիվան, մի խոսքով։ Ես վստահ եմ, որ շատ բարդություններ են դեռ առաջանալու հեսա մեքենան վարելուց, որովհետև ես զգում եմ, որ սրանցով շատ բարդ ու տարօրինակ է լինելու վարել մեքենան, բայց հեսա կփորձենք ու ինքներս կհամոզվենք դրանում։ Լավ, դու էլ արի ներս, մի քիչ ներսից էլ խոսանք ու գնանք արդեն ընկնենք սարերի ջաները, գնանք հեռու սարերը, մոլորվենք սարերը, արի։ Եկակ, նայեք, ստեղ սաղ դե տենց են, որ կարվել, ձևվել, ինչպես արդեն ասում էի, սենց կարմիր գույներով, բան կարմիր կարերով։ Մի հատ խնդրում եմ, այս արմնկակալի չափը նայեք, այս արմնկակալը, այս սեղանը, այս հյուրերի համար նախատեսված սեղանը, արմնկակալը ընդամենը, ասենք մարդ կարա նստի։ Ինչ ենք, բացում ենք, նայում ենք, ես էլ բան, հոր, թոնիր, կարելի է լավաշ թխել։ Ես շիշ լավ բան ունենք, հլստե։ Երեխեք։ Ասմեն, բան չի լսվում, նա նորմալ ասա լսեմ։ Եվ հարև ժողովուրդ։ Ասմեն, բան չի լսում, ոնց է նա գորա նորմալ, Մամիկոն, կարող է կողերս մոտ դենեք։ Ստես նույնիսկ մտնայեք, էլի։ Անձեռոցիկի տեղ հատուկ, անձեռոցիկ դնես։ Քարդ, հավանաբար խաղաքարտերի մասին չի խոսքը, երևի բան այդ այցեքարտ, վիզիտկա բան տենց բաներն են, բայց կարելի է խաղաքարտ էլ դնել, ստեղ ինչ է, ստեղ չգիտեմ, ինչ է սլաքը, ինչ որ նկարած, map, քարտեզ, քարտեզ դնելու համար, դեռ են բան էլի, այն ժամանակները դե GPS-ները այդքան զարգացած չէին, դեռ այդ GPS-ի գաղափարը էլի, ու մարդիկ մտածել են, որ այս մեքենայով գնան ճամփորդելու, ինչա պետք, բնականաբար քարտեզ են, մեծ քարտեզներ են, որ սենց բացում են, հետո ծալում են, մտնում են ստեղ։ Գրիչի տեղով, կա գրիչ, միակ բանն է, էլի, որ այսօր օգտագործում են, ոչ այցեքարտ են օգտագործում, ոչ քարտեզ են օգտագործում, ոչ մենջ են օգտագործում։ Ահա, էլ ինչեր ունենք ստեղ։ Զգում եք ինչ հետաքրքիր արմունկակալ է։ Բայց ինչ-որ մի բան էլ է ուզում բացվի ինձ թվում է, թե չի ուզում բացվի։
Չէ, լավ։ Կապը բացվում է, ձևը չգտանք։ Մի խոսքով, այսինքն մեծ հոր ունենք։ Սենց ընդհանուր բավականին լավ հագեցած է մեքենայի սրահը, բայց լիքը բաներ իհարկե տիրոջ կողմից արվել, այսինքն այն ընկերության, որտեղ որ մեքենան տվել էին տյունինգ ապատելու, օրինակ սա բնականաբար ալկանտար չի կարող լինել գործարանային։ Կարբոնը էլի գործարանային չի, որովհետև մի քիչ լավ նստացրած չի, բայց ամենայն դեպս։ Մի խոսքով այդ սաղ դետալները փոխվել է, բանը արվել, էլի եմ ասում, ինչքան հնարավոր է փող ծախսել այս մեքենայի վրա, ծախսել, խնդրեմ, նույնիսկ Ակոպյան, նայեք, ասեղնագործություն, բան տենց։ Եվ ունենք, իհարկե, պանորամային չի, իհարկե փոքր է, բայց լյուկ։ Ահա, հետևի ապակին ինչ-որ ձև իջնում է, ես վստահ եմ, չի կարա չիջնի, այսա, ով սրահում իրան խելոք չպահի, շպրտեն դուս, շատախոսների համար է մի խոսքով։ Սա ուրեմն հես այդ բանն է, 4 քաշող համակարգն է, 2 քաշող, 4 քաշող ու 4 իջեցված են, որ ասում են կամ low, անգլերեն, ռուսերեն է, պանիժնի։ Այտենց բաներ կան, ստեղ նայեք, սենց թիթիզ բաներ դրած, ես էլի հետգործարանային են, թե չէ, այն բանը, տաքսի կինոն տեսած կլնեք, կարող է տենց մի հատ անախորժ իրավիճակի մեջ ընկնենք, էլի։ Հա, վերջ, գնացինք ընգնենք սա, հա, մեկ է մի հատ է շատ կարևոր բան, այս մեքենայի զգացել եք, հերիք չի մեքենան դրսից շատ մեծ, չէ, որ սենց իսկականից բաբաթին մեքենա է, չէր կարող, ասենք, մնացած դետալները համապատասխանաբար լինեին, ասենք, նենց փոքրիկ կոկիկ բան, ամենուր պետք է լիներ մեծ, օրինակ ես բռնակը, սենց չափից դուրս մեծ, այս դրան բացելու բռնակը, սրա մեծությունը նայեք, էլի, սենց բռնում ես, ոնց որ ես եմ ինչ բռնես, այ, ամեն ինչը սենց բանա, չափազանցրած ոնց որ լինի, էլի, ոնց որ մեկ է պատմի ես մեքենայի մասին ու չափազանցնի, այտենց ամեն ինչ։ Գնացինք։ Ոխ, ես ծանր է։ Հոսեմ ձեզ բավականին բարդ է քշվում։ Դե կարելի է ենթադրել իհարկե։ Գազը համարյա միջև վերջ սխմած է, բայց շատ բարդ է գնում։ Հայտել, բայց գիտեք ինչի է, որովհետև ես թրթուր կոչվածը ամեն մեկը 180 կիլոգրամ է։ Պատկերացնում եք, 180 կիլոգրամ, այսինքն ընդհանուր առմամբ 720 կիլոգրամ ավելա մենակ անիվների հատվածի վրա, այսինքն այդքան ծանր ավել քաշ կա չնախատեսված իր համար։ Բայց մի հատ նայեք ինչ են արել այս մեքենայի վրա, էլի։ Նայեք, դե սա։ Դե հա, ազդանշան։ Այս մի ազդանշան ևս, հիմա ուշադիր։ Նավի ազդանշանը որ են դրած։ Օխ, այս փոսը, սենց ձյունը, որ մի քիչ անհարթ է լինում, գիտեք ինչ անում, ջարդ ու խուրդ մատներդ, որովհետև ինքը իրանով ղեկը շատ ծանր է, որովհետև դե պատկերացնում եք, չէ, շփման մակերեսը ինչ մեծ է, այսքան լայնության մենակ այդ բաներն են, լայնությունն է, իր երկարությունն էլ, անիվից մի խոսքով մի 15 անգամ երևի շատ է իր շփման մակերեսը, էլի, ինչքան արագություն կարելի է սրանով բացել, գնացինք, Давай,
Ինչ լավն ես դու։ Ու Էս լրիվ խաղալիքա լուրջ եմ ասում։ Հարուստ մարդու խաղալիք։ Վեուտի ձայնը, բանը։ Պատկերացնեք սրանով դրիֆտ։ Չգիտեմ, այդտեղից արագությունը ոնց է երևում, բայց ինչքան են գնում։ Ոայ, չէ երևում ես։ Ձյունը այնքան սպիտակ է, նենց է տալիս աչքներիդ։ Օհ, դավայ։ Չխեղճանաս, չենք խեղճանում, դավայ։ Ախ, ես քեզ ոնց եմ սիրում։ Այ հիմա հասկանում եք Toyota Tundra-ն ինչի համար է։ Մանավանդ Հայաստանում։ Այն որ տեսնում ես մեկ է բանը։ Այդ նեղ փողոցներով գնում ենք Tundra, ախ, մի արա խնդրում եմ։ Այս պետք է բավականին ուժեղ մարդ լինես, ինձ թվում է տերը լավ ուժեղ ձեռքեր ունի արդեն։ Այս ընթացքում լավ ուժեղացած կլինի։ Գազը շատ զգայուն է, ու սենց թեթև ոդկդ որ խաղում է գազի վրա այս անհարթությունների վրա։ Երևի այդ անի բաների, թրթուրների կառուցվածքից է բան, որ իրանք էլ իրանց հերթին են շատ զգայուն ու սենց անընդհատ թափա տալիս մեքենան, էլի։ Շատ բարդ է, այստեղ էլ է սաղ քանդած է։ Այս կարելի է գնալ այնտեղ լավ դաշտ է։ Չփչացնենք էլի մարդ ես։ Մեկ է տեսար մի բան ջարդեցինք, այ սենց ասա եկեք ստեղ հանգիստ գնացեք։ Ասեմ ձեզ, որ այս բանը չլինի, ես ղեկի այս պահ ես չորությունը, որ սենց մեկ է պահի տակ տալիս է մատներդ հետ ապտտում ու ջարդում է, այդ պահը որ չլինի, մեքենայի մեջ նստած չես է հասկանա, որ տակը անիվներ չեն, այլ բան է, տենց թրթուրներ են, էլի։ Ուղղակի չոր է, բավականին չոր է մեքենան, բայց ասեմ մեքենան ինքը իրանով շատ լավ է սարքած, որտեվ այս չորության հետ մեկտեղ Դե ճապոնական մեքենա է, Toyota է, պատկերացնում եք ինչ տիպի շղկ ու դղկ պետք է լիներ այս մեքենայի մեջ։ Ու ինչպես եւ յուրաքանչյուր իրեն հարգող Toyota, մեջը հավաքված է լինում բավականին անորակ պլաստիկից, պլաստմասայից, այն շղկ ու դղկ, շեղկ, այդ այս պլաստմասայից։ Բայց ինչն է հետաքրքիր, որ այդ պլաստմասան ավելի երկար է դիմանում ու ավելի ուշ է իրարից քանդվում, քան այս վերջին տարիների հանգիստ, ձեռս ջարդելու էր։ Քան այս վերջին տարիների արտադրության, ասենք BMW-ներ, Mercedes-ներ ու ես իմիջեր են, որ սենց իբր ամեն ինչ սիրուն է, ամեն ինչ եղնիկի կաշվից է, նստարանները եղնիկի փապկամսից են բան, բայց միտեղ մեկ է կոճակը սեղմեցիր, ընկավ ներս, միտեղ ինչ-որ կաշին շիրո տվեց, ես ինչ եղավ, փուչիկներ տվեցի, մի խոսքով։ Ինչի հիշեցի Toyota-ի այդ պլաստմասները ընդհանրապես ճապոնականի, որ շատ չոր է մեքենան, հիմա կապ չունի ձյան վրայով են գնում, մեքենան շատ չոր է, որովհետև տակը օդով լիցքավորված բան, անիվներ չկան, կա ուղղակի ռեզինի կտորներ, որոնք իրանցով տենց ամորտիզացիա չեն ապահովում, ինչպես անիվները, էլի։ Հիմա ասեմ, որ պատկերացնեք, էլի, ինչքան պինդա ձյունը այսօր արև է, ձյունը բավականին շատ է ու բավականին շատ մեքենաներ ու այդ ձնագնացներ են այս ճանապարհներով անցել ու հիմա բավականին արև է, այս երկու օրը արև է եղել, այդ ամեն ինչը սառել է, դառել է սառույց ու մի խոսքով պատկերացրեցիք ինչ տհաճ ձյուն է, էլի, բայց ասեմ ձեզ որպես խաղալիք մահ է, փոխանցումատուփը շատ դանդաղ է, ճիշտ է, սպորտային մեքենա չի, որ ասես պետք է ինչ-որ արագ փոխանցումատուփ լինել, բայց ամենայն դեպս ասենք 5 ու 7 շարժիչով մեքենա է ու իրան պետք է էլի մի քիչ արագ արձագանքող ինչ-որ մի բան է այստեղ շատ դանդաղ արձագանքում։ Մեկ է ինչն ամենակարևոր, որ բնականաբար ունի մուլտիղեկ ունի, նույնիսկ կարող ես սեղմել ու խոսալ։ Այս մեքենայի համար իսկականն է այս կոճակը, որովհետև եթե վարում ես այս մեքենան նման պայմաններում, դու պարզապես հնարավորություն չես ունենա հեռախոսով խոսելու։ Որտև մի ձեռքով ղեկը բռնես, հաստատ մի տեղից է դուրս կգցի կամ կջարդի։ Չգիտեմ, ստեղից վստահ չեմ այդ ամբողջ սենց հաճույքը լինում է փոխանցել ձեզ, թե չէ, բայց ասեմ շատ հավես է։ Ասեմ ես մեքենան
Շատ ավելի լավ կլինի վարել այն մաքուր ձյուն, որ ձեռք տված չլինի, վրայով ոչ ոք գնացած եկած չլինի, ափսոսել համ իմ ափսոսն է գալիս, համ չի լինում նորմալ վարելը։ Վերջ, այսօրվա հաղորդումն էլ այս սենց անցկացրեցինք ձների մեջ, բավականին հետաքրքիր էր։ Ասեմ ձեզ, մենք գտնվում ենք Լեռնանիստում, բավականին հետաքրքիր տեղ են սարքել։ Սենց ձմեռային տուրիզմ են փորձում այստեղ զարգացնել, իր փոքրիկ ճոպանուղիով, բանով, ու ասեմ հաստատ ունի լավ նախադրյալներ, լավ ձմեռային կուրորտ, այսպես ասված, դառնալու նախադրյալներ ունի, այնպես որ ասեմ հեռու չի։ Եթե ուզեք կարող եք գալ այցելել, այստեղ դահուկ, սնոուբորդ, ձնագնացներ, այս իհարկե չեք կարող վարեք, որովհետև չի կարելի այս մեքենան, բայց մնացած ամեն ինչից կարող եք օգտվել։ Այդ այնց ձեզ սպասում ենք Լեռնանիստում, բավականին լավ հաճելի տեղ է։ Իսկ մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, չմոռանանք հիշեցնել բոլորիդ, որ աշխարհի ամենալավ յուղերը որոնք են, բնականաբար Motul-ը Motul-ն էլ ով է ներկայացնում, իհարկե մեր գլխավոր հովանավորը, Nakoel ընկերությունը։ Այդ տենց, շատ մեծ հույս ունեմ, որ կհանդիպենք հաջորդ շաբաթ, ու էլ ոչ ման չեմ ասում եմ հաջողություն, ես գնացի, շարունակեմ վայելեմ այս մեքենան։ Ձեզ բարի երեկո։